իսկ փաստաթղթերի կրճատման առումով ինչ փոփոխություններ կան, այսինքն բացի այն, որ դուք նշեցիք բավարար կլինի միայն աշխատանքային գրքույկը, այլ ուղղություններով կա կրճատման տարբերակ։ Անդրադարձել ենք փաստաթղթերի առումով տեսեք, աշխատանքային գրքույկը դա միայն քաղաքացու մոտ է, ոնց որ թե պիտի որ այդ փաստաթղթը կարողանա քաղաքացին ներկայացնել, չնայած նշեցի, որ եթե չունենա աշխատանքային գրքույկ որևէ պատճառով, նշում է ժամանակահատվածները գործատուն եւ մենք կարողանում ենք այդ տեղեկատվությունը արկայության դեպքում հավաքագրել։ Բայց կուզեի անդրադառնալ նաեւ մեկ այլ հարցի, ստաժների հետ կապված, հեշտացրել ենք, բավական հեշտացրել ենք Լեռնային Ղարաբաղի տարածքում աշխատած ժամանակահատվածը հաստատելու գործընթացները փաստաթղթերի կազմը, որովհետև եթե Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատած ժամանակահատվածների վերաբերյալ բազաներն ամբողջական չեն կամ չկան, ապա Լեռնային Ղարաբաղի պարագայում պարզապես դրանք չեն պահպանվել։ Եվ այս դեպքում եւս մինչև 13 թվականը Լեռնային Ղարաբաղում տարածքում աշխատած ժամանակահատվածը ստաժում կհաշվառվի բացառապես աշխատանքային գրքույկի գրառումներով, այսինքն աշխատելու մասին փաստի արկայության դեպքում որևէ արխիվային փաստաթուղթ, որևէ ակտ, որ հավաստի, որ ընդունվել է այսինչ ամսին, այսինչ տարին եւ ազատվել, ապա այդ ժամանակահատվածը կհաշվառվի նրանց ստաժում։ Որպես հենց մասնագիտորեն գնահատական, եթե կարողանամ տալ, այս երկու դրույթներն են, այս երկու որոշումներն են, իրենք բավական էական են նշանակման գործընթացում։ Գուցե քաղաքացին չի զգա իր գնալ գալու փաստաթուղթ ներկայացնելու առումով այս փոփոխությունների ազդեցությունը, բայց նշանակման ընթացակարգի արդյունավետությունը միանշանակ բարձրանալու է։ Կրճատվելու են արխիվային հարցումներ կատարելու համար փաստաթղթեր հավաքագրելու, գործատուներին հարցումներ կատարելու, ամբողջ վարչարարական կազմը էականորեն այս կազմակերպությունների պարագայում կրճատվելու է։ Այսինքն մի կողմից համ համակարգի աշխատանքն է ծանրաբեռնվածություն է թեթևանելու, մյուս կողմից էլ այն քաղաքացիները, որոնք ինչ-ինչ պատճառներով փաստաթղթերի պակաս ունեն եւ այդ ստաժի հաշվարկման խնդիրներ ունենում, հիմա արդեն այդ գործը կթեթևանա, բավական կթեթևանա, որ սպասում ենք, սպասեք պատասխանը չենք ստացել, մի ամիս է, մի չգիտեմ ինչքան ժամանակ կատված, այդ հարցերը այս կազմակերպությունների պարագայում դուրս են գալիս։ Իսկ երբ որ արխիվային հարցումները քչանում են, արդեն այն մյուսների դեպքում էլ ռեսուրս արխիվը ունենում է, որ կարողանա ավելի ռացիոնալ օգտագործել, եւ մյուսները այլ բան է ընդհանրենք ամիսը չգիտեմ 10,000 հարցման պատասխանել, այլ բան է 5,000 հարցման պատասխանել, որովհետեւ այն մյուս 5,000-ի կարիքը իհարկե թվերը օրինակ են վերում, այլևս այդ կարիքը չկա։ Իսկ մոտավոր հաշվարկներ կամ պատկերացումներ ունենք, թե ինչ շահառուների մասին է խոսքը լինելու, այն մարդիկ, ովքեր որ օրինակ արցախցիների պարագայում աշխատանքային գրքույկը միայն բավարար է լինելու, այն մարդիկ, ովքեր որ պակաս փաստաթղթեր ունեն, կրկին միայն աշխատանքային գրքույկով կարող են ստաժը վերահաշվարկել։ Ճիշտ ասած, հաշվարկները այդպես բնականաբար նախագծի մշակման շրջանակներում կատարել ենք եւ մեր այդ բազաների ուսումնասիրությամբ, թե ով նոր կդիմի, մի քիչ կդժվարանամ ասել ով կդիմի, բայց արդեն դիմացների մասով նկատի ունենք, որ այո, բավական ստաժեր ավելանալու են։ Հիմա ինչ ունեն քաղաքացիները անելու եւ այս որոշումն արդեն ուժի մեջ է մտնում, այսինքն բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են կամ կարծում են, որ կարող են շահառու լինել, իրենք ինչ որ բան ունեն անելու։ Որոշումը բնականաբար հրապարակումից հետո ուժի մեջ կմտնեն, նրանք ովքեր կենսաթոշակ նշանակելու կամ կենսաթոշակը վերահաշվարկելու համար կդիմեն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, արդեն այս ընթացակարգերով նրանց կենսաթոշակները կվերահաշվարկի։ Օրինակ, ենթադրենք ինչ որ մեկին կենսաթոշակ ենք նշանակել 24 թվականին։ Եվ բնականաբար որոշակի փաստաթղթերի, որոշակի տվյալների բացակայության պարագայում ինչ որ ժամանակահատված, որ կարգավորվում է այս կառավարության որոշմամբ, չենք հաշվարկել։ Սովորաբար կային կենսաթոշակ առուն, երբ որ կենսաթոշակ ենք նշանակում, նշանակելուց հետո 12 ամիս հետո կարող է դիմել եւ նշանակելուց հետո աշխատած ժամանակահատվածի համար վերահաշվարկ կատարել։ Այնուամենայնիվ, որ կենսաթոշականում սահմանված կարգով դիմի կենսաթոշակը վերահաշվարկելու համար,
կհաշվարկենք ոչ միայն նշանակելուց հետո աշխատած ժամանակահատվածը, այլ մինչև նշանակելը ինչ որ ինք ունեցել է այս կարգով չհաշվարկված, դրանք եւս կհաշվարկվեն կենսաթոշակառուի ստաժում։ Այսինքն դիմելու համար ինչ որ ժամկետներ չկան, կարող են դիմել, պարզապես եթե կարգի մեջ տեղավորվեն, սահմանված կարգով նրանք կարող են դիմել վերահաշվարկի համար եւ այդ դեպքում կենսաթոշակը կվերահաշվարկի այս որոշման դրույթների հաշվարկում։ Վստահ եմ շատերին կհետաքրքրի թե արդյոք իրենց աշխատանքի կազմակերպությունը այս ձեր նշված ցանկում կա թե չէ, այս ցանկը ինչ որտեղ բաց է լինելու։ Մեր կայքեջում արդեն իսկ տեղադրված է այս ցանկը եւ քաղաքացիները ում հետաքրքրում է այս տեղեկատվությունը ցանկը, այդ չեմ ասում, որ մեր պաշտոնական առլիսուն կհրապարակվի, նաեւ նախարարության կայքեջում է հրապարակված։ Շատ լավ, շնորհակալ եմ, մեր գործընկերներից հարցեր կան։ Ես էլ ինչ-որ բան ներկայացնեմ, եթե ունեք հավելելու։ Եվս այդտեղ ես ճիշտ ասած դրույթներն էի բերել, եւս երկու հարցի կուզեի անդրադառնալ, որ ելի կհեշտացնի մեր նշանակման գործընթացները։ Ինձ կհասկանան բոլոր մեր այն շահառուները, ում ասել ենք, այս գրքույկը քոնը չի, դա նոտարական կարգով հաստատի, որ սա քեզ է պատկանում։ Ինչու՞, որովհետեւ իր անունը ենթադրենք Արա է, բայց գրքույկում գրած է Արայիկ։ Իր անունը Սվետա է, բայց գրքույկում գրված է Սվետլաննա։ Հայր անունը Հովանես է, բայց գրքույկում գրված է Օհանես։ Այսինքն, այսպես տարադարձություններ կան, տարբերություններ կան, որ անձի անձնագրային տվյալների չեն համապատասխանում։ Մենք եւս այստեղ վարչարարություն ենք արել, հեշտացրել ենք գործը, որ սահմանել ենք այն կանոնները, որի դեպքում այսպես արտաքին փոփոխությունների պարագայում այդ իկը կլինի կամ ինչ որ մի տարադարձության Հովանես, Օհանես, չգիտեմ, մի փոքրիկական երբեմն տարածքներով են գրում։ Չգիտեմ, երբ բանի ԶԱԳՍ-ի աշխատողը Հովանեսը մի նեյով է գրել ենթադրենք, բայց իր անձնագրում արդեն Հովանեսը երկն է։ Մենք պարտավոր ենք պահպանել այս բոլոր կանոնները։ Այս հարցերը կարգավորել ենք։ Երբեմն լինում են, որ մենք ստաժը չենք հաստատում, որովհետև աշխատանքային գրքույկը հիմք չենք ընդունում։ Ինչու՞, որովհետև գրքույկը լրացված չէ պատշաճ կանոններով։ Օրինակ, ով ունի աշխատանքային գրքույկ երբևէ բացել է առաջ էջը, տեսնում է անուն, ազգանուն, կրթություն, տարեթիվ, գրքույկի տիրոջ ստորագրությունը, լրացնողի ստորագրությունը կնիկ։ Հիմա պատկերացրեք, այս առաջ էջը բացում ենք, իմ ստորագրությունը չկա։ Արդեն այս գրքույկը համարվում է սահմանված պատշաճ կարգով չլրացված։ Հետևաբար այդ գրքույկում արկա տեղեկատվությունը արդեն իսկ կիրառելի չէ։ Էլի ընկանք ստաժ հաստատելու այդ ծանր process-ի մեջ։ Կամ ասենք առաջի էջում կնիքը ընթեռնելի չի։ Իմի լավ չի թրջել խփելուց առաջ ու լավ չի երևում։ Բայց հետագա բոլորը ասենք ընթեռնելի է, հասկանալի է։ Էլի թվում է թե փուճուրիկ տեխնիկական խնդիրներ են, բայց ինքը վարչարարության առումով բավական եւ հեշտացնում է եւ բարձրացնում է, եւ մենք սահմանել ենք այն կանոնները, որի դեպքում հնարավոր է աշխատանքային գրքույկը լրացված է կանոնների խախտմամբ։ Ասենք այդ գրքույկը լրացվել է 80 թվականին, 70 թվականին։ Բոլոր տարիներին մշտապես գործել են աշխատանքային գրքույկները լրացնելու կանոնները։ Այն ժամանակ սահմանված կանոններին չհամապատասխանելու դեպքում գրքույկ այսօր հիմք չէր ընդունվում, բայց որոշումը թույլ է տալիս այն որոշ դեպքերը, որի պարագայում գրքույկը կարող է հիմք ընդունվել։ Եվս մեկ փոփոխության կուզեի անդրադառնալ, խոսքը զինվորական կենսաթոշակներն են։ Զինվորական կենսաթոշակների պարագայում Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է ԱՊՀ երկրների շրջանակներում կնքված համապատասխան պայմանագրերին։ Իրերի բերումով առանձին պետություններ, մասնավորապես Ռուսաստանը եւ Ուկրաինան, դուրս են եկել այդ պայմանագրերից։ Ինչ է սա նշանակում։ Այս հետևանքները եւս պետք է կարգավորել։ Նախկինում միջև իրենց այդ պայմանագրերից դուրս գալու ժամանակահատվածը գործում էր այն ընդհանուր կանոնը, որ ենթադրենք մեր զինծառայողը գնա եւ բնակվի Ռուսաստանում, ապա Ռուսաստանը վճարելու էր նաեւ Հայաստանի Հանրապետության եւ ԽՍՀՄ ժամանակահատվածի զինվորական ծառայության համար։ Նույն կերպ, եթե ինչ-որ մեկը Ռուսաստանից գնում է, քաղաքացիություն չեմ ասում։ Զինծառայողը, եթե Ռուսաստանից գար բնակվեր Հայաստանի Հանրապետությունում, նաեւ Հայաստանում շատ են լինում համակարգային փոփոխություններ, այստեղից այնտեղ, այնտեղից այստեղ,
Մենք Ռուսաստանի Ուկրաինայի ստաժի համար նշանակում ենք զինվորական կենսաթոշակ, այսինքն ենթադրենք 5 տարի Հայաստանում էր ծառայել, 10 տարի Ռուսաստանում, 5 տարի Ուկրաինայում, 20 տարվա ստաժը կա, սովետական, ոչ միայն սովետական, նաև հետխորհրդային շրջանում, Ռուսաստանի Ֆեդերացիայում, Ուկրաինայի Հանրապետությունում, ոչ թե ուկրաինական ԽՍՀՄ-ում կամ այլև հենց 92 թվականից հետո հետսովետական պետություններում։ Հիմա, քանի որ նրանք դուրս են եկել պայմանագրից, մենք այլևս որևէ պարտավորվածություն չունենք այդ պետությունների տարածքում ծառայած զինվորական ծառայության ստաժի համար Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակ նշանակել։ Պետություններից դուրս գալուց հետո այսօր մենք կենսաթոշակ նշում, թե նույն կերպ մեկ Ռուսաստանից տեղափոխվի Հայաստան բնակության եւ բերի ռուսական, չգիտեմ, զորքերում, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում ծառայած ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվություն, մենք այլևս այդ ստաժի համար կենսաթոշակ չենք նշանակելու։ Ուրեմն սա ոչ թե մեր որոշումն է, որ չենք ուզում, չենք նշանակում, այլ որովհետև այդ պետությունները դուրս են եկել համապատասխան միջազգային պայմանագրերից, հետևաբար մենք որևէ հիմք չունենք այլևս նույն ձևով կարող է ինչ-որ մեկը Ֆրանսիայից գալ Հայաստան եւ Ֆրանսիայի ոստիկանությունում ենթադրենք ծառայած լինել։ Մենք չենք բերելու Ֆրանսիայի հետ ոստիկանական ծառայության ստաժի համար Հայաստանում կենսաթոշակ նշանակենք։ Սովորաբար միջպետական համաձայնագրերով են կարգավորվում նման հարաբերությունները եւ պետությունները պայմանավորվում են։ Ես քո տարածքի ստաժի համար կվճարեմ դույն պետության եւ այլն կամ այդպես միջազգային պայմանագրով կարգավորվող են։ Քանի որ Ռուսաստանը եւ Ուկրաինան դուրս են եկել զինծառայության բնագավառում կնքված միջազգային պայմանագրերից, մենք այլևս այդ պետությունների տարածքում ձեռք բերած ստաժի համար կենսաթոշակ չենք նշանակելու զինվորական։ Հաշվի չենք առնել նաև աշխատանքային ստաժում, զինվորական ծառայության ստաժը, բայց ԽՍՀՄ տարածքում ձեռք բերված ստաժը, զինծառայության ստաժը հաշվի կառնվի, որովհետև դա արդեն մենք մեր օրենսդրությամբ ենք սահմանել, որ ԽՍՀՄ տարածքում ձեռք բերված զինծառայության ստաժը, նաև աշխատանքային ստաժը մենք հաշվի ենք առնում համապատասխանաբար զինվորական կենսաթոշակ նշանակելիս կամ աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս։ Շատ լավ, դուք հարցնեք, խնդրում։ Մինչև ասենք 3 թե 4 թվականին աշխատանքային գործերի եւ ինֆորմացիան թվայնացվեց, չէ՞։ Ուզում եմ ասել, եթե այդ բազան չկա, եթե պրիմիտիվ բան, քաղաքացին կորցրել է պարզապես այդ թղթային գրքույկը, դա ինչ-որտեղ չկա։ Ու չկա։ Այդ ինֆորմացիան չկա։ Տեսեք, հա, ինչու՞մն է խնդիրը։ 2004 թվականին Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է անձնավորված հաշվառման համակարգ։ Եվ այդ համակարգը վարել է, ներկայումս գտնվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունում։ Եվ երբ որ անձը դիմում է մեզ կենսաթոշակ նշանակելու համար, 2004-ից մինչև 2012 թվականը ներառյալ մենք մեր բազաներից ենք վերցնում տեղեկատվությունը, այսինքն այնտեղ շատ հստակ գրած է անուն, ազգանուն, ամիսը, տարին, ինչքան է, որ գործատուն, անձնավորված մենք տեղեկատվություն ունենք։ Եվ 2012 թվականից հետո, այսինքն սկսած 13 թվականից անձնավորված հաշվառումը վարում է հարկային մարմինը։ Այս ինֆորմացիան կա։ Ձեր ասած օրինակն այն դեպքին է, որ անձը չունի գրքույկ, շատ լավ չունի գրքույկ, եթե 2004 թվականին եւ դրանից հետո է, մենք իր տվյալներով որոնում ենք եւ եթե մեր բազաներում գտնում ենք համապատասխան տեղեկատվություն, այո, այդ ստաժը մենք հաստատում ենք։ Ուղղակի ժամանակ որ ասեցին թվայնացնում են։ Թվայնացնել չի, էլի։ Չգիտեմ։ Ոչինչ որ շպրտել է, եթե իր տվյալները թվայնացրել են, ուրեմն այդ տեղեկատվությունը կա եւ իր ստաժը կհաշվեն։ Բայց եթե հանկարծ չկա այդ տվյալները, լավ բան չի արել որ շպրտել է իր աշխատանքային գրքույկը։ Շատ լավ, Հարկ կլինի արխիվից ձեռք բերել այդ ինֆորմացիան։